անդամ Դավիթ Ղազինյանի հետ։ Փակորեն ասացածում է հեցի հետ շուրջ կատարվողի հետ եւ հենց այդ պատճառով թերևս առաջին հարցը հեցի մասով տեսանք իշխանությունների հայտարարությունները փաստացի նաեւ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը այս առնչությամբ ինչ ասել գործընթաց էր այս մասին խոսվել էր ամեն դեպքում մինչեւ վերջ հույս կար որ ամեն ինչ չէ որ այսպես պիտի ավարտվեր ինչու Դե Զանգովի արդարադատությունը բնականաբար պետք է գործեր ես Քանի գնում ձեր ասած հույսս մարում է ներքին ացանների, մեր դատական ացանների հետ կապված, ուղղակի շատ հետաքրքիր է, թե այդ իրավաբանները, այդ դատավորները ինչ են այդքան կարճ մտածում, էլի։ Այսինքն վերջին հաշվով արդարադատություն իրականացնելը դա չի նշանակում, որ պետք է իրենց սկզբունքներից դուրս եւ ընդհանրապես իրավաբանությունից դուրս ինչ-որ բաներ անեն, բայց Աստված իրենց հետ այդպես են որոշել, թող այդպես անեն։ Պարոն Ղազինյան, իսկ ընդհանուր առմամբ հետի շուրջ եղել է իշխանությունների հետ քննարկում, միջև այս հայտարարությունը, որ գերակաշահի ճանաչման ճանապարհով են գնացել, կոնկրետ ինչու, այսինքն առաջարկ եղել է մերժվել է ձեր կողմից, ինչ Եթե լսել եք, ես հայտարարել եմ, որ 21-ը վերջնաժամկետ էր 17-ին տարածքային կառավարման նախարարությունը ելք է արել առաջարկը, 20-ին մենք բանավոր տեղեկացվել ենք, որ այդպիսի առաջարկ նամակ կա, փաստացի հայփոստից ստացել ենք 25-ին։ Այսինքն անգամ եթե 17-ին ստանանք, ողջամիտ ժամկետ պետք է տրվի, չէ՞, առաջարկին պատասխանելու համար։ Ամեն ինչ արել են, որ մենք ուղղակի չկարողանանք պատասխանել, որովհետև 21-ից հետո պատասխանելը արդեն անիմաստ է, ժամկետը վերջացած։ Ի վերջո հեծը ում է բաժին հասնելու ձեր ենթադրություններով, ինչ է արվելու հեծի հետ, ինչ ճակատագիր է սպասվում, որովհետև հիշում ենք, երբ Կարապետյանի շուրջ մեկնարկեց այս process-ը, նույնիսկ միջազգային փորձագիտական շրջանակներ ուղիղ հայտարարություններ էին արել, որ քննարկվում է հեծի կառավարումը թուրքական ինչ-որ ընկերության փոխանցելու հարցը։ Այս իշխանությունների պարագայում ես որևիցե բան չեմ բացառում եւ չեմ բացառել։ Իրենք ամենայն դեպս մինչ այս պահը հերքում են, դուք ինչ կանխատեսում ունեք։ Հաշվի առնելով իրենց գործելավոճը 21 թվականի նախընտրական ծրագիրը, կառավարության ծրագիրը հիշում եք, չէ՞, ինչքան բան կար այդտեղ եւ ինչքան բան չկա այսօր արդեն, Արցախից սկսած։ Հեծը միշտ եղել է ժողովրդին, անգամ Սամվել Կարապետյանի սեփականատեր լինելու պարագայում եւ համոզված եմ, որ լինելու է ժողովրդինը։ Այսինքն Եթե անգամ ինչ-որ գործողություններ արվում են, ընտրությունների միջոցով միանշանակ արդարությունը կվերականգնվի, ոչ միայն այս դեպքում ընդհանրապես։ Պարոն Ղազինյան, Արցախից խոսեցիք, Նիկոլ Փաշինյանը երեկ նաև անդրադարձել էր Արցախին, ինչպես նաև պատարակների ժամանակ Արցախի եւ արցախահայության մասին խոսելուն, նշելով, որ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ պատերազմի կոչեր են հնչում, ըստ էության ռևանշիստ եք դուք, ամենայն հայոց կաթողիկոսը, այն մարդիկ, ովքեր ընդհանրապես խոսում են Արցախի մասին։ Մի արտահայտություն կար, չէ՞, Թշնամի պետության ղեկավարի կողմից տնային աշխատանք ունի կատարելու։ Հիմա տնային աշխատանքն է կատարում, ուրիշ ոչ մի բան չեն կարող արգելել, իրենք ինչքան ուզում են խոսեն, այդ ներվը, որ իրենց մեջ մտած է, հենց դրանից է, որ չի ստացվում իրենց մոտ։ Միգուցե ինչ-որ օրենսդրական փոքրիկ խմբակի կողմից ինչ-որ բաներ կատարում է, բայց ժողովրդի մոտ դա հնարավոր չի ջնջել, առավել ևս եկեղեցականների։ Ղազինյան երեք հայտնի դարձավ, որ Էդգար Ղազարյանը միացել է ուժեղ Հայաստանի եւ համացանցում բազմաթիվ քննադատություններ կան նաեւ այն մարդկանց կողմից, ով ես տեսա, ովքեր դեռևս չկողմնորոշված ընտրող են, ասում են, որ իմպիչմենտի այսպես ծրագիրը գաղափար առաջ տանողը այսօր միացել է մի թիմին, որը իմպիչմենտի կողմնակից չէր։ Այս քննադատություններին Ղազարյանը Նախ առաջինը ուժեղ Հայաստանը խորհրդարանական խմբակցություն չունի, որպեսի կողմնակից լինի կամ չլինի, այդպիսի կարծիք ամենայն դեպս մեր կուսակցությունը չի տարածել որևէ հայտարարության ձևով, ինչ վերաբերում է պարոն Ղազարյանին, այո, մեր թիմում է, չեմ խոսել հետը դեռևս այդ թեմաներով, բայց ես միանշանակ ողջունում եմ, որովհետև պայքարող տեսակ է, պայքարող մարդ է, ինչու՞մն է խնդիրը։ Ընդհանրապես յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, իմ կարծիքով, պետք է ամեն ինչ անի, որպեսզի
հեռացվի այս իշխանությունը։ Այն էր, որ Էդգար Ղազարյանի անունը կապվում է ՀՀԿ-ի հետ, իսկ ուժեղ Հայաստանը, այո, կներեք, դեմ է կարծես նախկինների Ուժեղ Հայաստանի ուժեղությունը կայանում է նրանում, որ ներգրավելու է բոլոր կարող ուժերի եւ այն մարդկանց, ովքեր մաքուր են, ձեռքերը մաքուր են, ամբասիր են, կապ չունի որ ուժին են հարել եւ կոնսոլիդացիա է ապահովելու։ Սամվել Կարապետյանը, ես անձամբ ճանաչելով անդերս ձեզ ասեմ, չի եղել որևիցե մի խնդիր, որտեղ ինքը այլ մոտեցում դրսևորի, քան այսպես բարիշացնելը կամ մտերմացնելը կամ խնդիրը լուծելը։ Ես անձամբ չէ, փոքրիկ խմբակից չէ, մնացածից այո։ Բայց օրինակ նախկին ԿՊԱ-ականներ կան, որոնք միացել են օրինակ մեր ձևով շարժման, Ծաղիկը Վարդանյան, որ տարիներ շարունակ եղել է առողջապահության նախարարության պատասխանատուներից օրինակ։ Եվ հոգի, որոնք ներողություն, եթե դուք վերցնեք այդ մարդկանց օրինակ նույն Շուշանյան Լիլիայի դիմումը ազատման վերաբերյալ, վերցնեք մեկ այլ մարդու դիմումը, վերցնեք Ծաղիկ Վարդանյանի մասով ճիշտ ասած տեղեկացված չեմ, բայց ինչքան գիտեմ հեռացրել են աշխատանքից, այսինքն սրանց այդ անհամաձայնություններ ունենալու դեպքում հեռացված, ազատված կամ սեփական կամքով հասկանալով, որ ինչ է կատարվում, մարդիկ ազատվել են, բայց կարող ուժ են, ինչպես կարելի է չգնահատել։ Նշած փոքրիկ խմբակից է, չէ՞։ Եղել ժամանակին։ Չէ, ես իրենց չեմ համարում փոքրիկ խմբակ, մի ներողություն, մի պատճառով։ Դա նշանակում է, որ մենք 18 թվականին բոլորին այսպես առանձնացնենք մի կողմի վրա, ասենք մեր հետ կապ չունեք։ Շատ մարդիկ հավատալով հետո նաև հասկացել են ինչ է կատարվել եւ հետ քայլ են կատարել։ Պլան B ունեք, եթե թույլ չտան ընտրություններին մասնակցեք, ինչ է արվելու։ Անու ջան, որ ասենք ինչ է արվելու, արդեն պլան չի լինի, էլի։ Իհարկե ունենք, իհարկե։ Ղազարյան եւ CD-ն ունենք։ Շուրջ եթե գնի առաջարկ լինի կառավարության կողմից հնարավոր է բանակցություններ մեկնարկել։ Գնի առաջարկի ժամկետը վերջացել է, իրենք արդեն երեկել հայտարարեցին, որ գնում են գերակաշարի ճանապարհով, դա նշանակում է գնահատում եւ վճարում։ Այստեղ հեծի համաձայնությունը պետք չի, օրենքով սահմանված կարգով։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին ինչ դիրքորոշում ունեք, ուղիղ սլակները կարծեք ասոցացվում են հենց ձեր հետ, թեև անուն չի նշված, երկիր չի նշված, բայց դե հասկանալի է, ում նկատի ունեն, ինչ դիրքորոշում ունեք, ով է ում ճնշում, ինչ են ներկայանում, տեղեկություններ ունեք եւ ինչու հիմա այս հայտարարությունը։ Եթե մեր ուժի առաջնորդը մարդ է, որը շատ երկար տարիներ անցկացրել է դրսում, այնտեղ է իր կարողությունը, իր աշխատանքի արդյունքում ունենա չէ երևի շատ համակիրներ, Հայաստանի քաղաքացիներ, բայց դրսում աշխատող, դրսում արարող։ Հիմա եթե մարդիկ ինչ ուզում խոսում են, նույն այդ անձին որ դա ներկայացնում էր, ասում են ապացույցներ տուր, ասում է երկաթ բետոնյա չունեմ, բա փայտյա ունի, թե պլաստմասե ունի։ Այսինքն այստեղ նորից խոսքը գնում է վատաբանելու, չգիտեմ, Ռուսաստանից մարդիկ չեն բերվելու ավտոբուսներով մի խոսքով։ Մենք այդպիսի նպատակ չունենք, մենք այդպիսի ծրագիր չունենք, Ռուսաստանին թիրախավորելը շատ սխալ է, որովհետև այս պարագայում ես անձամբ կարծում եմ եւ իմ ունեցած ինֆորմացիաներով, իմ զանգերով, մեր ընկերների զանգերով հասկանում ենք, որ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ ամբողջ աշխարհից հույսը տեսնելով մարդիկ միգուցե գան, ես չգիտեմ, քանակ չեմ կարող ասել, բայց կազմակերպվածություն որպես այդպեսին չկա։ Պարոն Ղազարյան, եւ ինչ է կարծում անվտանգության հետախուզական ծառայության այս հայտարարությունը։ Արդյոք հող է նախապատրաստում ընդդիմության նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու, այդ թվում ուժեղ Հայաստանի։ Ճիշտ ասած, առանց այդ հայտարարության էլ մենք պատրաստ ենք եւ սպասում ենք, այնպես չի որ մտածում ենք չի լինելու։ Ուղղակի շատ վատ է, որ արտաքին հետախուզական ծառայությունը աշխարհում այսօրվա կատարող իրադարձությունը, այդ թվում մեր տարածաշրջանում անդրադառնում է այս թեմային, դա արդեն պետության խայտարակությունն է։ Ընդամենը իր ֆունկցիան չի կատարում։ Այստեղ որևիցե վտանգի խնդիր չկա, երբ որ մարդիկ ուզում են գան մասնակցեն։ Հիշեք 18 թվականի, գիտեք, օբյեկտիվ չեն, կեղծ են, ոտքից գլուխ։ 18 թվականին ովքեր կար, ասեն եկան պաշտպանեցին, վերջում փախան։ Բնակարաններ էին գնում, այստեղ պետք է բնակվեին, ողջունում էին Սփյուռքի մեր հայրենակիցներին, ու նույն մարդիկ այսօր խոսում են, որ այսօրվա
ամենաուժեղ մարդը ընդդիմության մեջ, որը միանշանակ լինելու է հաջորդ վարչապետը, ունի համակիրներ դրսում։ Թող ժողովուրդը գնա։ Ղաջյանը իրավունք ուներ գար այստեղ հրապարակներում ելույթ ունենար, սովորական քաղաքացիները չունեն։ Իհարկե ունեն։ Քաղաքացու ընտրելու իրավունքը նախ քերերուն պատժելու արարքելը։ Իրենք են այս պահին ազդում, իրենք մոտարապես գիտեք ինչ են անում, որ այդ քաղաքացիները գան վախ ունենան, հանգարց խնդիր չունենան այստեղ։ Այսինքն դրսից ով եկավ միանշանակ ընտրելու է ընդդիմություն Սամվել Կարապետյանի դեմքով, վախենան չգան, որովհետև իրենք այսպիսի հայտարարություն են տարածում։ Պարոն Ղազինյան, արդյոք ձեր ուժը փողոցը ակտիվացնելու նպատակ ունի եւ մինչեւ ընտրություններ հնարավոր է փողոցային պայքարի դուրս գալ։ Կամ այսօրվա ակցիաները Ես այս պահին, այսօր ակցիա մենք, այսօր մեր ակցիաները ընդամենը եւս մեկ անգամ զգոնության եւ խոհեմության կոչել մեր իրապահ մարմիններին, որ կյանքը այս իշխանությունով չի ավարտվում, մարդիկ պետք է առաջին հերթին, ինձ օրինակ իրավաբանություն սովորելուց առաջինը բարոյականություն են այսպես ավելի շատացնելու եւ սերմանելու, քան թե իրավագիտակցություն, այսինքն մարդ առաջինը պետք է իրավապահ մարմնի ներկայացուցիչ լինի մարդ, լինի բարոյական, հետո նոր մասնագետ։ Դա այդ զգոնության կոչն էինք անում, ինչ վերաբերում է հետագա ակցիաներին, ըստ իրադարձությունների։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, ունենք բոլոր զարգացումներին մեր հակազդելու միջոցները։ Ասում են ընդդիմության առաջին թավ ջութակը ըստ էության, ինչ կլինի, եթե հանկարծ այդ թավ ջութակը այդպես էլ ընտրության չհասնի։ Ուզում եմ հասկանալ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե վերարտադրվեց այդ սցենարով, մեր ժողովրդի հետ ընդհանրապես ի՞նչ է լինելու։ Չեմ էլ ուզում մտածել դրա մասին, որովհետև շատ վատ բան է լինելու։ Ինչ որ եղել է, դրանք մեծ ալիքը մարդիկ արդեն դրա համար ես ձեզ մի խորհուրդ եմ տալիս, դրա մասին չխոսել, ես համոզված եմ, որ իրենք էլ են խոճապի մեջ, իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է, անգամ ուշացած է, այնպես որ իրենց գործողությունները դա ենթադրում են ավելի կսրվեն, քացի կտան, մյուս կանեն, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչ։ Ես եմ շնորհակալ։